Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Բնականաբար ամփոփում ենք ազգային ժողովի 8-րդ եթերաշրջանը, սիտկոմն ավարտվեց ծափերով, ծափողջուններով, Ալեն Սիմոնյանին լացով, կոծով մի կերպ ճանապարհեցին, կարծես թե իրենք չէին խաղից դուրս թողել Ալեն Սիմոնյանին եւ չէին քվեարկել, որպեսզի շարունակի ազգային ժողովի նախագահ լինել։ Դե ԿՊԱ-ականների համար դա նորմալ է, նիկոլականների համար նորմալ է։ Շնորհավորում եմ Ալեն Սիմոնյանին, որովհետև հեղափոխությունը խժռեց իր զավակներից հերթական մեկին, այն էլ նման կարկառուն Ալենին, կենտրոնցի Ալենին, մարդկանց վրա թքող Ալենին, մի խոսքով այն Ալենին, ով որ պնդում է, որ ինքը առանց թիկնապաների կարող է Երևանի փողոցներում շրջել, որը ծիծաղելի է։ Հիմա Ալեն Սիմոնյանին կոչ եմ անում, որ ինքը փորձի այդ գիշերային Երևանի փողոցներում բախտը փորձի եւ ուղակի մենակով առանց թիկնապահների շրջի ու հասկանալի չի որտեղ կհասնի կամ կհասնի թե չէ։ Վերադառնալով ազգային ժողով այդ վերջի սիտկոմին պետք է նաեւ անդրադառնանք այդ որ իրենք իրենցով հավաքվել էին ԿՊ-ով ոնց կային տենց էլ մնացել էին Այն ամեն ինչը ինչ կատարվեց, եթե ամփոփենք մեկ բառով, կարելի ասել նոր հանձնումներ ու հանձնումներ, այսպես, այս ազգային ժողովը հանձնումների մասին էր, որովհետև եթե մենք հետադարձ հայացք թողնենք 2021-ից 26 թվականի ազգային ժողովը, մենք պետք է արձանագրենք, որ հետպատերազմյան Հայաստանում Արցախը օկուպացվեց, հետո բլոկադայի մեջ, հետո 9 ամիս սովամա արեցին արցախցիներին, հետո Արցախը ամբողջությամբ հանձնվեց այդ ազգային ժողովի ղեկավարի կողմից, ազգային ժողովի մեծամասնության կողմից եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այնպես որ այս ազգային ժողովը մեզնից միայն վերցրեց եւ ոչինչ չտվեց։ Հայ ժողովրդի կյանքում ոչ մի լավ բան չեղավ այս ազգային ժողովի եթերաշրջանի ընթացքում Այս նստաշրջանը ոչ մի բանի մասին էր, այս նստաշրջանը նրա մասին էր, որ դատեցին հերոսների, ոտնձգություններ կատարվեց ազգային ժողովում ազատագրողների նկատմամբ ու մնացած այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ սիրում էին իրենց հայրենիքը եւ այսպես շարունակ։ Այնպես որ այս ազգային ժողովը ոչ մի բանի մասին էր, ինչպես Ալեն Սիմոնյանի աշխատած 5 տարիները ոչ մի բանի մասին էին։ Ռուբեն Ռուբինյանին բնականաբար շնորհավորելա Թուրքիան, մենք անդրաժեշտություն չենք տեսնում շնորհավորելու, որովհետեւ իր համար այս ամբողջ աշխարհում միակ շնորհավորանքը, որ պետքա, դա Թուրքիայի կողմից շնորհավորանքն է ՔԼՃ-ի կողմից։ Այնպես որ Ռուբեն Ռուբինյանը ընկերոջ տակը նորմալ փորեց, հիմա կաշխատի Ալեն Սիմոնյանի տեղը, բնականաբար կծառայի Թուրքիային եւ Ադրբեջանին, ոնց ինքն է պնդում, ինքը 5 ամիս սովորել է ինչ-որ հետազոտություններ արել Թուրքիայում, դրանից հետո դարձել է ազգային ժողովի նախագահ, հիմա մեր հայրենակիցները թող հետևություններ անեն, այդ ոնց է լինում, որ 5 ամիս Թուրքիայում սովորածը մեկ էլ դառնում է ազգային ժողովի նախագահ, ինչ սկզբունքով էլի, որ պատճառը հետևանքային կապով եւ այսպես շարունակ։ Այնպես որ Ռուբեն Ռուբինյանի մասին դեռ կլսենք, բնականաբար ինքը հայտնվելու է բանտում երբ էլ դա լինի, բայց վերադառնանք Ալեն Սիմոնյանին, որովհետեւ Ռուբեն Ռուբինյան եւ Ալեն Սիմոնյան ընկերությունը կարծում եմ կավարտվի մի քանի ժամից ու Ալեն Սիմոնյանը կհայտնվի իր իսկական տեղում, այսինքն այն հիշողությունների մեջ կմնա Ալեն Սիմոնյանը որպես կարկառուն ԿՊԱ-ական, ով հետաքրքիր է էլի Նիկոլ Փաշինյանի մոտեցումը 3 ամիս վերցրեց քարոզարշավի ժամանակ բուլինգի ենթարկեց, տարավ ինչ ասես կերցրեց ավտոբուսի մեջ Ալեն Սիմոնյանին, կուկուռուզ այդ հին ապրանքներ ինչ մնացել էր ու վերջում ասեց, որ գիտես ինչ կա քո համար նախատեսված պաշտոն չկա, գնա տենց մարդ ճարի, իրանց վրա թքի ապրի, մինչև տենանք ինչ ալնում։ Հիմա հարց է առաջանում Հա, կերար ոնց որ ասում է, ձեր սարկած բորշն է, դուք էլ վայել եք։ Հիմա ինչքանով է գո Ալեն Սիմոնյանը, բնականաբար մենք դեռ կլսենք իր մասին կիմանանք, բայց այնուամենայնիվ ես արդար եմ համարում նման վերաբերմունքը Ալենի նկատմամբ, որովհետև ինքը արժանի է նրան, ինչին որ արժանի է եւ ստացել է։ Ու յուրաքանչյուրը թող հետևություն անի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, որ հայտնվելու Ալենի վիճակում, ոնց որ հայտնվել են շատերը, Ալենը առաջինը չի։ Հեղափոխությունը հերթով իր զավակներին խժռում է, դա լրիվ նորմալ է։ Ու այն կենտրոնցի Ալենով թիկնապահների կարիք չունի, բնականաբար մենք հետագայում կտեսնենք Երևանի փողոցներում ու այդ Ալենի հետ նկարվողներին էլ պետք է անդրադառնալ, ովքեր որ լինելով ասենք հերոսի հայր, ուզում էին հերթ էին կանգնել, որ Ալենի հետ նկար, ես ցավում եմ, որ Աբգարը
տվյալ մարդու տղան, հա, որտեվ Աբգարը հերոս տղա է, Աբգարը հայրենասեր տղա է, ու Աբգարը ինքնին այնց անուն է, որ ավելացնելու ոչինչ չկա, էլի հաշվի առնելով մեր Աբգար թագավորին եւ այսպես շարունակ։ Այնպես որ ցավում եմ, խղճում եմ ես Նազարյանին ու շատ եմ ափսոսում, որ այդ տղեն իրա տղեն է, էլի։ Նենց որ հերթ կանգնի, որ Ալենի հետ նկարվես, կարծում եմ հերթը ավելի շուտ կհասնի, որովհետև Ալենն էլ ազգային ժողովի նախագահ չի, փողոցում կարող ես հանդիպել ամեն օր, հետը տարբեր մարզաշապիկներով կլինի, կնկարվես։ Ալենին վերջի հարցը ունեմ, ինքը ասում է, որ Նիկոլ Փաշինյանից մեկ քայլ ետ ու Նիկոլ Փաշինյանի հետ։ Պարզ է, որ դու հեղափոխությունից սկսած ու հեղափոխությունից առաջ էլ Նիկոլ Փաշինյանի հետևից կպած գալիս էիր, բնականաբար փորձեցիր անցնես Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանն էլ քեզ քո տեղը ցույց տվեց ու արժանի քո տեղը ցույց տվեց, որովհետև այն Ալեն Սիմոնյանը այս 5 տարիների ընթացքում ոնց իրան դրսևորում էր, բնականաբար խայտարակության մասին էր։ Այդ Ալեն Սիմոնյանը թքում էր քաղաքացու վրա, այդ Ալեն Սիմոնյանը հայհոյում էր քաղաքացիներին, այդ Ալեն Սիմոնյանը Առավոտի ծիրիկուն ազգային ժողովում անվտանգության աշխատակիցներին կանչում էր, որ ընդդիմադիրներին ծեծեն։ Այդ Ալեն Սիմոնյանի հետ կապված ամեն ինչ պարզ է։ Հիմա հարց է առաջանում Ալեն Սիմոնյանի համար, որ ասում ես Նիկոլ Փաշինյանից մեկ քայլ ետ եմ լինելու, կամ որ ասում ես հո դու գիժ չեք, որ ես Նիկոլ Փաշինյանի թիմից եւ այլն եւ այլն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ որ մի պահի հայտնվելու է բանտում։ Ես դա խոստանում եմ որպես հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իր պատիժը ստանալու է բնականաբար, լինի այսօր, վաղը թե 10 տարի հետո։ Հիմա դու պատրաստ ես մեկ քայլ ետ սկզբունքով ոնց որ դու ես ասում, նույն բանտախցում Նիկոլ Փաշինյանի հետ այդ պատիժը կրես, այդ բանտախցում անցկացնես այն տարիները, որոնք որ Նիկոլ Փաշինյանը անցկացնելու է, թե կարող է դառնան այնց, որ ասես, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, իսկ դու հայրենասեր տղա ես, դու չէիր ուզում, որ Արցախը հանձնվի եւ այսպես շարունակ։ Այս հարցից կարող ես պատասխանել, կարող ես չպատասխանել։ Ես վստահ եմ, որ դու թաստեղ պարկողը չես, այնպես որ դու քո տեղը կգտնես, ում պետքա ճիշտ պահին նաեւ դավաճան կհամարես։ Ալենի թեման կարելի է փակել, որովհետև ինքը այլևս մանդատ չունի, պաշտոն չի զբաղեցնելու, այնպես որ Ալենը դառավ պատմություն։ Չեմ կարող չանդրադառնալ նաև ֆոն դեր Լայնի այցելությանը Եվրոպայի ներկայացուցչին, ով ասում է, որ դուք մենակ չեք, մենք ձեր կողքին ենք, մենք ձեզ աջակցում ենք։ Հիմա հարց է առաջանում, դուք մեզ աջակցում էիք, որ 44 օր պատերազմ էր Արցախում։ Դուք մեզ աջակցում էիք, երբ որ Արցախը օկուպացվում էր։ Դուք մեզ աջակցում էիք, որ 5000 տղաներ զոհվում էին։ Դուք մեզ աջակցում էիք, որ 9 ամիս մեր արցախցիները սովամահ էին լինում։ Դուք մեզ աջակցում էիք, որ բլոկադա էր Ադրբեջանի կողմից ու այն աղունիկ թռցնող ադրբեջանցիները փակ էին պահում ճանապարհը։ Լաչինի միջանցքը։ Դուք մեզ աջակցում էիք, որ Հայաստանի Հանրապետությունը խայտարակվում էր ու Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնում էր ու հասել էին Սյունիք ադրբեջանցիները։ Դուք մեզ աջակցում եք, որ 250 կիլոմետր տարածք քառակուսի օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Դուք մեզ աջակցում եք Կիրանցում, որտեղ որ սահմանազատման արդյունքում հայկական տարածքներ Ադրբեջանի դրոշ է։ Ադրբեջանի դրոշն է, այնտեղ դուք մեզ աջակցում եք, ինչով եք աջակցում։ Դուք ընդհանրապես պատմության շրջանակներում, եթե հետադարձ նայենք, դուք որ ժամանակահատվածում եք հայերին, մեզ հայ ժողովրդից ու Հայաստանի Հանրապետությանը աջակցել։ Դուք անգամ 18 թվականին Ֆրանսիայի նավատորմը տեղ չհասավ, Կիլիկյան Հայաստանը ինչ եղավ, բոլորս գիտենք, այդ Կիլիկյան Հայաստանի ճակատագիրը չկա։ Նենց որ այդ ձեր աջակցությունը միայն խոսքերով է։ Դուք աջակցում եք Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղ բանտարկյալներին։ Դուք աջակցում եք հայ գերիներին, ովքեր Բաքվում են, ինչով եք աջակցում։ Մեկ տառ, մեկ բառ ասել եք գերիների հետ կապված, Ադրբեջանի օկուպացիայի հետ կապված, Ալիևի խայտարակ վերաբերմունքի հետ կապված։ Մարդկանց այնտեղ ցմահ դատում են միայն նրա համար, որ Արցախում, ասենք, նախագահ են աշխատել, ինչի մասին է խոսքը։ Դուք աջակցում եք մեր գերիների վերադարձի հետ կապված ինչ-որ հարցով, ու դուք ընդհանրապես, որ եկել եք Հայաստան, բացի հայկական խոհանոցից օգտվելուց ու ստերը լսելուց, դուք ընդհանրապես հետաքրքրվել եք Հայաստանում ինչ իրավիճակա քաղաքացիները ոնց են ապրում ու ընդհանրապես
Ձեր աջակցությունը մենք ոնց նկատենք, ոնց տեսնենք դուք մեզ ինչով եք աջակցում։ Դուք մեզ չեք աջակցում, դուք մեզ օգտագործում եք։ Դուք օգտագործում եք Հայաստանի Հանրապետությունը իշխանությունների օգնության բնականաբար ձեր աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Դուք օգտագործում եք Հայաստանի Հանրապետությունը ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին միայն ձեր շահերի համար։ Ու ես ցավով պետք է ասեմ, որ կան նաև խաբվածներ, ովքեր որ աջակցեցին այս իշխանություններին, մոլորվածներ, վերընտրեցին, որ ֆոն դեր Լայնները, Վենսերը գան ու մեզ խաբեն, որ մենք Հայաստանի կողքին ենք։ Հայաստանին կողքին լինելու համար նախ պետք է հետաքրքրվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսակերպի մասով, իրենց խնդիրների մասով ու ընդհանրապես այս աշխարհաքաղաքական հարցերում Հայաստանի դիրքորոշման մասով պետք է հետաքրքրվել ու հասկանալ մենք ինչ խնդիրներ ունենք որպես երկիր եւ պետություն։ Մենք մեր ռազմավարական դաշնակցի հետ ունենք խնդիրներ նաև այս ֆոն դեր Լայնի հետ կապված այցելությունների մասով։ Ինչպես Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Զելենսկիին բերեց հարթակ տրամադրեց, որպեսզի ինքը սպառնա մեր ռազմավարական դաշնակցին, նենց էլ ֆոն դեր Լայնները կգան, այդ ֆոնդյուները ու մեզ կհամոզեն, որ ճիշտը Եվրոպան է, մեզ Եվրոպայում չեն սպասում։ Եվրոպան մեզնից չի վերցնում ոչ ծաղիկները, ոչ կոնյակը, ոչ մրգերը, ոչ ընդհանրապես մեր ապրանքները։ Գիտեք ինչու։ Որովհետև Եվրոպայի համար չափորոշիչները այլ են, իսկ ԵԱՏՄ-ի համար այլ են։ Իսկ Հայաստանի ապրանքները, մեր հայ ժողովրդի ստեղծածը, որը որ մենք պետք է վաճառեինք Եվրոպայում, բնականաբար դա հնարավորություն չի ստեղծվելու, մենք ունենանք այդ հնարավորությունը, որովհետև Եվրոպայում մեզ չեն սպասում, կարճ ասած, ոչ մեր ապրանքներին են սպասում, ոչ մեզ, սիրելի հայրենակիցներ։ Էլի մենք մնալու ենք հին տաշտակի առաջ, էլի մենք վերադառնալու ենք մեր ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները պարզելու եւ լավացնելու ու Նիկոլ Փաշինյանը հավերժ չի լինելու։ Ու անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցին կարող եմ ասել, որ գնացել է ոնց որ ասում է, չէ, հայտնի սիթքոմում չեք հավատա, առյուծ աղբեր եկել եմ ներողություն խնդրելու։ Հիմա ներողության ժամանակը անցել է, Նիկոլ Փաշինյանի ներողությանը ոչ ոք չի հավատում, դե գնալու է, չէ։ Հիմա իդեպ Եկատերինբուրգում, այս Եկատերինբուրգ 2026 շրջանակներում այնտեղ ֆորումա, որտեղ ինքը հրավիրված էր, ի սկզբանե սպիկեր ա եղել, որ պետք է խոսար ելույթ ունենար, հետո իրան զրկել են այդ հնարավորությունից, ինձ թվում է հետևություններ պետք է անի հայ ժողովուրդը բնականաբար ու այն մարդիկ, ովքեր որ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ կապված խնդիր չունի, իրանք Պուտինի հետ ընկերություն են անում եւ այսպես շարունակ։ Տեսնում ենք ինչ ընկերություն են անում ու ինչ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Դրա համար մենք ունենք խնդիրներ Լարսից մինչև ապրանքաշրջանառություն ու ընդհանրապես այդ խնդիրները ավելի խորանալու են, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը գրկաբաց ընդունում է ֆոն դեր Լայներին եւ մյուսներին, ովքեր որ իրենց փորձով ցույց են տվել, որ երկրում իրենք հայտնվում են, այդ երկիրը խառնվում է իրար, խաթարվում է այնտեղ խաղաղությունը ու ստեղծվում է իրավիճակ, որտեղ որ այդ երկրները հիմնականում եթե չեն կազմաքանդվում, իրենք ունենում են արտաքին պարտքի խնդիր, տնտեսական խնդիր, խաղաղության խնդիր։ Հիմա բնականաբար Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղությունը գոյություն չունի, որտեղ իրենք ասում են, որ մենք վերընտրվենք սենց, մենք վերընտրվենք նենց։ Հիմա դուք ցավոք սրտի վերընտրվել եք բնականաբար կեղծիքներով, մենք սպասում ենք Սահմանադրական դատարանի այդ կեղծված ընտրությունների արդյունքների հրապարակմանը, որին չենք հավատում, դուք չեք տարել ոչ 49% ձայն, ոչ 50% եւ ավել եւ այսպես շարունակ, բայց այնուամենայնիվ ունենք այն ինչ ունենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանին ծառայում է Արդարադատության նախարարությունից մինչև ներքին գործերի նախարարություն, Սահմանադրական դատարան, յուրաքանչյուր դատախազ եւ այսպես շարունակ։ Այդ ֆոն դեր Լայները կգան կգնան, Նիկոլ Փաշինյանները կգան կգնան, ու մենք հայերս մեր երկրում կմնանք մենակ մեր խնդիրների հետ։ Ու վաղը մյուս օր մենք պետք է այդ հարաբերությունները պարզենք եւ Ռուսաստանի Դաշնության հետ, եւ մեր հարևան եւ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որտեղ որ արդեն սքո օրեր են, իրենց երկրի հոգեվոր առաջնորդին են հողարկավորությունն են կազմակերպում եւ բնականաբար Նիկոլ Փաշինյանը կգնա այնտեղ ցույց կտա որ սքում է եւ այլն, բայց երբ որ մեր հարևան պետությունը պատերազմի մեջ էր, ծպտուն չէին հանում, կուկուրուզ էին ուտում, ոչ մի հրապարակում, ոչ մի հրապարակային խոսք։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանի հետ ամեն ինչ պարզ է, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ ասել, որ մեր ընդդիմադիրներին
ուժ տոկունություն, որպեսզի այդ դիմադրողականությունը ակտիվացնեն ու կարողանանք մենք դիմակայենք նոր մարտահրավերներին, որովհետև մենք հանձնվելու իրավունք չունենք, մենք հայերը սպարտվելու իրավունք չունենք, մենք Աստծո ժողովուրդ ենք, ովքեր երբեք չեն պարտվում ու քանի բարին չի հաղթել, ուրեմն դեռ վերջը չի։ Այնպես որ ընդդիմադիրները դեռ անելիք ունեն, մենք պետք է հասկանանք 9-րդ նստաշրջանը ոնց է սկսվելու, ինչով է ավարտվելու ու ոնց է ընթացքը լինելու, դեռ հարցեր կան, որ պետք է պարզաբանումներ ստանան եւ այսպես շարունակ։ Այնպես որ չենք հանձնվում մեր պայքարը, մեր ընդդիմադիրների պայքարը կավարտվի միայն այն ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ամենակիչը չի լինի վարչապետի աթոռին ու ես լիահույս եմ, որ ինքը ինչ-որ մի պահի կհայտնվի հետ իր բանտախցում, որտեղ որ ինքը ժամանակին եղել է, որը որ իր իսկական տեղն է։ Իդեպ, սիրելի հայրենակիցներ, վստահ եմ դուք իմ հետ համամիտ կլինեք։ Այն մարդիկ, ովքեր որ դեռ հույսները կապել են Նիկոլ Փաշինյանի վրա, որ երկիրը զարգանալու է, տնտեսական աճ, չգիտեմ ինչ, ես ձեզ նորից պետք է ցավով հիշեցնեմ, որ մեր արտաքին պարտքը 15 միլիարդը գերազանցում է, ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ 10,000 դրամ թոշակը, որ ավելացավ, մեր թոշակառուների կյանքում ոչինչ չփոխվեց, ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ այս մարդիկ էլի շարունակելու են պարգևավճարներ ստանան մեր հարկերից ու ոչնչով չզբաղվեն։ Ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ Ալիևը էլի հոխորտում է, որ Սևանը գոյչա է ու արևմտյան Ադրբեջան գոյություն ունի ու չկա այդ խաղաղությունը։ Ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ այս մարդիկ էլի թանկարժեք մեքենաներով շրջելու են Երևանի փողոցներում մեր հաշվին։ Ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ դուք էլի տուգանքի մատերիալ եք, արագաչափերը ձեզ նկարելու է, կարմիր գծերը ձեզ նկարելու է ու դուք այդ տուգանքները մուծելու եք, որովհետև դուք եք ընտրել այդ ամեն ինչը ու այսպես շարունակ։ Այսինքն, սիրելի ժողովուրդ, մեզ էլի կեղեքելու են, մեզ վարկաբեկելու են ու մեզ էլի բանտարկելու են միայն նրա համար, որ մենք սիրում ենք մեր հայրենիքը ու պայքարում ենք մեր հայրենիքի համար։ Ավարտելով խոսքս պետք է անդրադառնամ առանձնահատուկ խաղ բանտարկյալներին, ովքեր որ մեր փոխարեն են նաև հայտնվել բանտախցերում, ովքեր որ մեր պայքարն են շարունակում բանտախցերում, իրանց նույնպես ուժ, իրանց բարի վերադարձ իրենց ընտանիքներին, չգիտեմ դա երբ կլինի, ոնց կստացվի, բայց դա նաև մեր պայքարից է կախված, խաղ բանտարկյալներին քաջ առողջություն, բոլորին ազատություն, բնականաբար Արմեն Աշոտյանին եւս կալանքը 1 ամսով երկարաձգեցին միայն նրա համար, որ ինքը ՀՀԿ փոխնախագահն է եւ Արմեն Աշոտյանը ու դրանով ամեն ինչ ասված է։ Նիկոլ Փաշինյանը պատանդ է պահում բոլոր նրանց, ովքեր որ պայքարում են մեր երկրի համար ու իրական անկախության ու խաղաղության համար։ Եվ այսպես շարունակվելու է այնքան ժամանակ, ինչքան ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը նստած կլինի այդ աթոռից։ Մեր համար գերխնդիր պետք է դառնա ու համար մեկ օրակարգ, որ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ։ Յուրաքանչյուր սահմանադրական ճանապարհ պետք է օգտագործել, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը չլինի երկրի ղեկին, չունենա մեծամասնություն ու այս մարդիկ հայտնվեն բանտախցերում օր առաջ, ժամ առաջ։ Այնպես որ մեր պայքարը շարունակվում է, մեր պայքարը պետք է նոր փուլ թևակողի ու մենք կարողանանք վերջի վերջո դուրս շպրտենք սրանց իրենց աթոռներից, որպեսզի ունենանք լավ Հայաստան, ուժեղ Հայաստան, բարգավաճ Հայաստան եւ ընդհանրապես Հայաստան։